Իշխանություն լրատվական նահազանգեր է ստացել Սիսիանի համայնքապետարանից։ Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկությունն ավելի վերահսկելի դարձնելու համար պետական աշխատողների ընտրատեղամասերը փոխվել են։ Սիսիանի համայնքապետարանի ենթակա կառույցների, մասնավորապես կոմունալ բաժնի աշխատակիցներին զգուշացվել է։ Պետք է քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օգտին, հակառակ դեպքում աշխատավայրում խնդիրներ կունենան։ Մեզ պատմեցին, որ կոմունալ բաժնի պետ Դավիթ Մարգարյանը 43 աշխատակցի ընտրատեղամասը Սիսիանից տեղափոխել է Լոր գյուղ, որտեղ պատահական զուգադիպությամբ հանձնաժողովի նախագահը հենց ինքն է։ Կոմունալ բաժնի որոշ աշխատակիցների ասվել է, թե էքսկուրսիա է կազմակերպվում, որտեղ էլ նրանք կկատարեն իրենց քվեարկությունը։ Բայց ամենահետաքրքիրը սկսվում է այստեղ։ Մեզ հաջողվել է կապ հաստատել կոմունալ բաժնի մի շարք աշխատակիցների հետ, իսկ այժմ փաստերով։ Տիկին Անահիտ ջան, բարև ձեզ։ Տիկին Անահիտ, դուք տեղյակ եք, որ Սիսիանից ձեր ընտրատեղամասը տեղափոխվել է Լոր գյուղ։ Չէ, նոր եմ տեղեկանում։ Հա, ձեզ չէին տեղեկացրել։ Դեռ ոչ։ Հա, բայց գիտեիք ամեն դեպքում, որ այդպես է լինելու։ Այո, Կոմունալ բաժնի պետը ասել էր ամեն դեպքում, որ պիտի այդպես լինի։ Շնորհակալ եմ տեղեկացնելու համար։ Բայց ձեզ հարմար կլինի տեղափոխվել Լոր գյուղ, թե այնուամենայնիվ Խնդիր չի, կգնամ։ Հա, հանուն Նիկոլ Փաշինյանի կգնաք։ Իհարկե։ Հասկանալի է։ Շատ Իսկ ուրիշ ինչ բան, որևէ բան տալիք, որ կպցնենք անուն ազգանուն, բաչ։ Կասեք ում հետ եմ խոսում, չներկայացեք։ Ես լրագրող եմ, շնորհակալ եմ շատ։ Եղավ, շնորհակալ եմ։ Լավ։ Հա, Բարև ձեզ տիկին Նորվարդ ջան, ինչպես եք։ լավ եք դուք։ Լավ ջանես, դուք տեղյակ եք, որ ձեր ընտրատեղամասը փոխվել է։ Ինչա։ Դուք տեղյակ եք, որ ձեր ընտրատեղամասը փոխվել է։ Որտե՞ղ է։ Դուք Սիսիանում չեք ընտրելու արդեն, Լոր գյուղում եք ընտրելու, գիտեիք։ Գիտեմ, Մազի ջան, գիտեմ, Հա, սա գիտեմ։ ասել են, որ պիտի Փաշինյանին ընտրեք։ Հա, գիտեմ, մենք գիտենք։ Հա, արդեն տեղյակ եք, ասել են։ Այո, գիտենք։ Ահա, Տիկին Հերմինե ջան, բարև ձեզ։ նորը։ Ձեր տեղամասը փոխվել է, Լոր գյուղում եք ընտրելու։ Հա, Սիսիանը գյուղը, ես գյուղերը որ չեմ կարող հիշեմ։ Հա, իսկ ինչու եք տեղափոխվել Լոր գյուղ։ Դե, միասին ենք որոշման մեր գործընկերներով տեղ ենք ընտրում։ Դուք դեռ կոմունալ բաժնում եք, չէ՞ աշխատում Սիսիանում։ Հա, Տիկին Ռիտա, բարև ձեզ։ բարև։ Տիկին Ռիտա ջան, ձեր ընտրատեղամասը Լոր գյուղ է տեղափոխվել, տեղյակ եք։ Այո։ Ահա, իսկ ինչու եք տեղափոխել։ Չեմ կարող ասել։ Հա, դուք չտեղյակ չէիք։ Տեղյակ եմ։ Հա, դե Սիսիանի բնակիչ եք, դրա համար եմ հարցնում։ Հա։ Տիկին Ծովինար ջան, բարև ձեզ։ Նկատել ենք, որ ձեր ընտրատեղամասը փոխվել է։ Դուք Սիսիանում էիք ընտրում, բայց հիմա տեղափոխվել է Լոր գյուղ։ Ահա։ Դուք տեղյակ եք, չէ՞։ Այո, մենք տեղյակ ենք, դա իմ ցանկությունն է։ Իսկ ինչու եք տեղափոխվել այնտեղ, տեղանքը հարմար է ձեզ, չէ՞ որ դուք Սիսիանի բնակիչ եք։ Տեղը համ տեղն է հարմար, համ էլ այդ օրը մենք բանի ենք, ճիշտն ասած, էքսկուրսիայի ենք։ Ահա։ Դրա համար գնալու եմ այնտեղ ընտրությունը կատարում եմ։ Հա, ընտրության օրը էքսկուրսիայի եք գնալու։ Այո, համընկելա ընտրության օրը, էքսկուրսիան դրա համար։ Իսկ որտեղ եք էքսկուրսիայի։ Լորում հենց անմիջապես։ Ինչ գեղատեսիլ վայրեր կա Լորում, ինչ եք գնում այնտեղ տեսնեք։ Դե այդ բանը տանեմ, ես քեզ ինչ ասեմ, դա իմ ցանկությունն է, ես այդքանին կարամ պատասխանեմ, իմ ցանկությունն է, ես այս ձևեմ ուզում։ Ես գնում եմ համ որպես էքսկուրսիա եմ գնում, համ էլ ընտրությունը դեղ եմ անում։ Ալո։ Տիկին Կարնե ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք արդեն տեղյակ եք, որտեղ եք ընտրելու։ Այո։ Գիտեք չէ՞ որ Լոր գյուղում եք ընտրելու։ Այո։ Ինչպես արդեն նշեցինք, Լոր գյուղի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը կոմունալ բաժնի պետ ՔՊԱ-ական Դավիթ Մարգարյանն է։ Տեղեկությունը ճշտված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։ Այո։ Բարև ձեզ, պարոն Մարգարյան, ինչպես եք։ Դուք Լոր գյուղում հանձնաժողովի նախագահ եք։ Այո։ Դուք խոսում եք Լիա Սարգսյանի հետ լրագրող։
չի ես լորում նախագահ եմ, թե փոխել եմ իմ նախագահությունը գնամ բռնակոթու նախագահ։ Փաստացի հիմա դուք այնտեղ եք նախագահ։ Փաստացի ձեզ թվում է փոխել է։ Ես ինքնաբացակ եմ ներկայացնում, փոխեմ բռնակոթ։ Ներկայացնում եք, բայց դուք դեռևս հանդիսանում եք։ Ներկայացրել եմ։ Դուք հիմա արդեն մուտք եք արել ինքնաբացարկը։ Եկեք իմ անձնական։ Հարց եմ տալիս, անձնական չի, դուք հանդիսանում եք հանձնաժողովի նախագահ։ Բարև։ Ինչպես նկատեցիք, կոմունալ բաժնի պետը լսելով, որ լրագրող է զանգահարում, շփոթմունքի մեջ է ընկնում։ Սկզբում հաստատում է, որ հանձնաժողովի նախագահ է Լոր գյուղում, ապա հերքում։ Դավիթ Մարգարյանը ստում է, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում սևով սպիտակի վրա գրված է հանձնաժողովի նախագահ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ Իշխանություն լրատվականը բավարար փաստեր է հրապարակել առ այն, որ ընտրություններին եւ այս գործընթացին առնվազն մասնակցում են պետական պաշտոնյաներ։ Իրավապահ մարմինները պետք է ուշադրություն հրավիրեն այս գործընթացի վրա եւ տան դրա իրավական գնահատականը։